Մեկօրյա ձերբակալությունից հետո դատարանն ազատ արձակեց Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն, որդին նաև մեր քաղաքը դաշինքի ավագանու թեկնածու է։ Դատարանը միաժամանակ բավարարեց հակակոռուպցիոնի միջնորդությունը, արգելեց երեկոյան 8-ից առավոտյան 8-ը լքել բնակարանը, նաև շփվել այս գործով անցնող մյուս անձանց հետ։ Ընտրություններից 2 օր առաջ տեղի ունեցածը փաստաբան Արսեն Բաբայանը որակում է մեղադրյալների քաղաքական իրավունքների սահմանափակում։ Իրենց պահանջները վարչական հսկողության ներքո սրանք եւ ընդհանրապես շփվի որևէ անձի հետ ժամը 8-ից էլ մինչև առավոտյան 9, եթե չեմ սխալվում, մնա բանը։ Այսինքն սրանով երբ որ վարչական հսկողություն են իրականացնում եւ իշխանությունը ցանկանում է որ այս անձին չգնան օրինակ նախընտրական շտաբներ, չշփվեն տեխնացուների հետ, այսինքն ինչ, ընդհանրապես առնչություն չունենան նախընտրական այս ամբողջ գործընթացի հետ։ Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժի եւ գործողությունների ազատության սահմանափակումն է։ Ստացվում է, որ պապ ու թոռ Գրիգորյանները կարող են մասնակցել քվեարկությանը, բայց չեն կարող գտնվել օրինակ նախընտրական շտաբում, երբ այդտեղ կլինեն քրեական գործով անցնող մյուս թիմակիցները։ Ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանը Երևանում էր, սպասում էր դատարանի որոշմանը։ Հա, եթե բոլորից կալանավոր են, ավագաններից բոլորին կալանավոր են, Գյումրիում չգիտեմ ում բռնեն կալանավոր են, հա արդյունքում կարող է էլ ընդդիմադիր մարդ չմնա, մի քանի հազար մարդ մնա, այդ կանով ընտրվեն։ Երեկվա ձերբակալություններից հետո իրավապահները 8 հոգու մեղադրանք են առաջադրել։ Դրանք առաջադրվեցին մեծությամբ երկրորդ քաղաքում կիրակի սպասվող ընտրությունից 3 օր առաջ ընդդիմադիր Մայր Հայաստանում մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում խուզարկություններից հետո մեղադրյալներից 3-ը Մայր Հայաստանից են, նրանք եւս ազատության մեջ են։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի կարծիքով ընդդիմությանը թիրախավորում են բարձր շանսեր ունենալու պատճառով։ Ֆիքսում են, որ մարդիկ բնական իրենց տներից դուրս են գալիս եւ միանում են մեզ։ Իմ կարծիքով հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ այսպես կիսա լղոզված պատկեր ստանան եւ ցույց տան, թե իբր ինչ-որ բան են չի, էլի։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընդդիմադիրներին մեղադրում է ընտրակաշարք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով։ Մենք այս պահին Կամո Գրիգորյանի վերաբերյալ միայն ձերբակալման որոշում ունենք, որի մեջ որևէ փաստական տվյալ չկա։ Այսինքն նշված է միայն հոդված, նկարը այդ հոդվածի, հա, ինչ է այդ հոդվածը, եւ ասում են խախտել այս հոդվածը։ Քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր Կամո Գրիգորյանի փաստաբան այսօր ասաց, որ հակակոռուպցիոնի հայտարարած շինանյութի խճաքարերի դրվագն իր պաշտպանյալի ընտանիքին են վերագրում։ Ըստ Արսեն Բաբայանի տարածված տեսանյութում Մարտուն Գրիգորյանն իսկապես խոսել է քաղաքում իրականացված աշխատանքներից, բայց ոչ թե քարոզարշավի, այլ դրանից առաջ ընկած շրջանի մասին։ Ենթադրում ենք, որ հենց դա է, որովհետև անկախ դիտորդների հետ հաղորդումից հետո այն հոդվածով, որով իրենք ասել են եւ այն նկարագրությամբ, հիմա ձերբակալման որոշման մեջ առանց փաստական տվյալների, բայց տեսնում ենք այդ հա նույն հոդվածը, գործողությունները մոտավորապես ասեն համընկնում են։ Ըստ հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության փողը վարելափայտը Շեբինն ու նույնիսկ խոստացված տարազն են ընտրակաշարք համարել, բայց իրավապահ կառույցը չի նշում, թե կոնկրետ ում ինչ դրվագով են մեղադրում։ Անկախ դիտորդներ դիմել դատախազություն, ընդգծել, թե խճապատումը բարեգործություն է ու քրեորեն պատժելի արարք։ Տարազները ինչով կրաստու բան են։ Մենք ֆինանսավորենք, ասենք տարվա մեջ 2 տարազ է պետք է կարվի, այդ տարազների գումարը մենք Երեկվա քրեդի հարցը ինչ եղավ։ Դրել են այդ նայենք ինչը։ Որտեղ ես Սևիա։ Երեք ես մայլին ֆրատի ես մեր ցուցակում գրել եմ։ Այսօր է Սևիան դի ֆրան։ Մինչ իշխանությունը դատապարտում է հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած ընտրակաշարքի ու ընտրական գործընթացը խախտելու դեպքերը, ընդդիմադիր падգամավոր Հայկ Մամիջանյանը հակադարձում է, ինչու նույն հետապնդումը չեն հարուցում իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի նկատմամբ, որի էջը եւս ասֆալտապատման, խճապատման մասին տեսանյութերով էլի։ Բառացիորեն նույն բանը արել է իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը։ Բառացի այդտեղ քննարկում չկա, ուղղակի մեկ տարբերություն։ Շիբինապատել փողոցներից մի քանիսը Գյումրի, Սարիկ Մինասյանը դա արել է համայնքային բյուջեի հաշվին, իսկ Մարտուն Գրիգորյանը դա արել է անձնական միջոցների հաշվին։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին նշում է, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ եւ աջակցել նախաքննական մարմնին, բայց հաղորդագրություններում անուններ չեն նշում։